Վաշինգտոնում կայացած միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակներում փաստաբան Արամ Վարդևանյանը ելույթ է ունեցել ներկայացնելով Հայաստանում կրոնական ազատությունների եւ քաղաքական հալածանքների վերաբերյալ մտահոգիչ իրողություններ։ Վարդևանյանը բարձր ամբիոնից հիշեցրել է Հայաստանի պատմությունը, նշելով, որ մեր երկիրը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն այսօր կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առջև։ Արամ Վարդևանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել, որ Արցախյան 44-օրյա պատերազմից եւ 120,000 հայերի բռնի տեղանումից հետո հայ ժողովուրդը շարունակում է կրել կորուստներ ոչ միայն հայրենի հողում, այլև հոգևոր տիրույթում։ Գագաթնաժողովի մասնակիցներին փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի իշխանության ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջի, եպիսկոպոսների կալանավորման եւ սրբազանների դեմ հարուցված քրեական հետապնդումների մասին։ Վարդևանյանը դա որակել է որպես աննախադեպ միջամտություն եկեղեցական կյանքին։ Թեև հայկական եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի եւ կառավարության կողմից։ Անցյալ գարնանից սկսած Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են ամենայն հայոց կաթողիկոսի հայ Սուրբ եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը։ Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ։ Մեր առաքելական եկեղեցու 6 սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը։ Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը եւ հակասում են իրավական երաշխիքներին։ Վարդևանյանը հայ առաքելական եկեղեցու խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանի գործի մասին եւս խոսել է գագաթնաժողովում։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանն ավելի քան 200 օր անցկացրել է անազատության մեջ խիստ ծանր պայմաններում։ Նրա ձերբակալությունը հաջորդել էր եկեղեցին պաշտպանելու պատրաստակամության մասին հայտարարությանը, ինչը ի դեպ փաստաբանական համայնքը անվանել է կրոնական եւ քաղաքական հալածանքների ակնհայտ դրսեւորում։ Հայաստանի կառավարությունը իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։ Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ։ Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց։ Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։ Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել եւ ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են եւ ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում եւ արտասահմանում։ Շնորհակալություն։ Աստված բոլորին պահապան։ Thank you so much. God bless you all.